Նինո Ծմինդայի շրջանի շատ գյուղերի նման Մեծ Արագյալ գյուղն էլ ունի բազմաթիվ հիմնախնդիրներ։ Սակայն գյուղի ամենամեծ հիմնախնդիրը ջրի հարցն է։ Մեծ արագյալցիները նշում են, որ թեև գյուղը ներկապահին ապահովված է ջրով, սակայն այդ ջրի առկայությունը կապված է մեծ ծախսերի հետ։ Ջրի հիմնախնդիրն է, որ Մեծ Արագյալ գյուղում էլեկտրոբոմբակայան է կաչայթեներ անընդհատ շուտ փչանար էլեկտրաէներգիայի ծախսերը շատ էին, գյուղացիների շատ փող կհավաքվիր, ամսական ամեն ընտանիքից 9-10 լարի փող կհավաքվիր, որ փակվիր էլեկտրաէներգիայի արժեքը։ Ձեռնարկում են այն քայլերն, որ Սաղամոլ լեջի մոտակա աղբյուրներից սատկացիները ջուր դու իրենց պետության հաշվին ջրագծերը սարքեին, որ ջուր կայքենեին, սատկայի մատակարար ու լավ էր, դիմեցին մեր գյուղապետը Վանիկ Եղոյանը պարոն Մեգոյանին խնդրեցին, որ մեզ միջամտեր ու մեր միջոցներով մենք խողովակաշարը գնեցինք գյուղացիներից ամեն ընտանիքից 100-ական լարի հավաքեցին, հետո էլ մեր գյուղից դուրս ապրողները բարերարներ օգնեցին, հատկապես Նայիրի Ծառուկյանը, Խամբեգյան Արարատը, աղաքին գումարներ իրենք էլ ուղարկեցին եւ աշխատանքին կեսը կատարվել է, խողովակներ լսվել են, աղաքին նորից 3 կիլոմետր է, ինչ մնացել է 3-4 կիլոմետր է, աղաքին գումար է հարկավոր, դիգա այլ չդեն քիչ դերլի։ Գամգեոպայի կազմակերպչական բաժնի Մեծ Արագյալ գյուղի մասնագետը նշում է, որ իրենց գյուղի բնակիչները ներկայիս ջրահամակարգի գործունեության համար տարվա կտրվածքով մոտավորապես 14000 լարի գումար են վճարում, սակայն լինում են շատ դեպքեր, երբ էլեկտրաէներգիայի բացակայությունների տեխնիկայի խաթարման պատճառով գյուղացիները ունենում են ջրի խնդիր։ Ջրի հարցի կարգավորման համար մասնագետը իր խորին շնորհակալությունն է հայտնում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանից եւ շրջանի վերադաս մարմիններից։ Ջրագիծին մասին տեղեկացել ենք, որ Սաղամոլ Սատխա ջրագիծ կկառուցվի եւ որոշեցինք, որ մենք էլ այդ ծրագրին միանանք, ուրեմն Թումոն կոչվող հատվածը, որտեղ կան աղբյուրի ջրեր, ճիշտ է, սկզբնական շրջանում որոշեցինք, որ գետի ջուրը վերցնենք, բայց հետո հիմա հնարավորություն կա այդ աղբյուրները գումարել եւ այդ ջուրը տեղ հասցնել, որովհետեւ ինքնահոս է, մինչեւ հիմի ուրեմն բանով է, բոմբով է, որը բավականին թանկ է եւ տարվա մեջ մոտավորապես ուրեմն 14000 լարի բնակիչները վճարենք եւ ամեն տարի էլ երևի մի անգամ կլինի, որ բոմբ կփչանա, շարժիչը կփչանա եւ անհուսալի է։ Հաջորդը միասին որոշեցինք ժողովրդին հետ, որ կապված այդ որ գոյուղներ շարքեցին, դրանք անմիջապես ամենքի իրեն համար եւ այդ գոյուղները աղբյուրներում ջրերուն որակին վրա բավականին անդրադարձել է եւ գիտենք, որ այդ բանը լվացքի մեքենաները բնական է, որ բաց է թողած յուրաքանչյուրին իրեն հայաթը եւ այնտեղ որ աղբյուրները դուրս կուքան այդ մասերում առելի քանակությամբ ջուր հայտնվավ դրանից հետո։ Ուրեմն միացանք այդ գործին, ուրեմն թույլ տվին, որին տեղյակ պահեցինք Գամգեոպային, ուրեմն օժանդակությունը կար եւ վերածեցինք փաստաթղթի, որ ունենար իրավական հիմք։ Ու սկսեցինք աշխատանքները, այդ փողին մի մասը մոտ 33000 լարի հավաքվեց, մի մասը գյուղացիներից յուրաքանչյուր բնակչից 100-ական լարի եւ բարերարների կողմից, եւ այդ զուգահեռ ջրագծին մենք էլ տեղադրեցինք խողովակաշարը եւ հասցրինք մոտ 4 կիլոմետր, մի քիչ էլ շատ պատրաստ է, մի 300 ու 400 մետրի հատվածով հետ մնացինք, խողովակները պատրաստ են, մնացել է, որ երբ ծնահալը ավարտվի, միացնենք։ Խնդրեցինք ուրեմն նորից ղեկավարությանը, որ օժանդակեն գումարով, այո օժանդակեցին, այդ օժանդակությունը եղել է
եւ Սակրեբուլոյի կողմից եւ Կամգիոբայի կողմից, բնական է, որ այդ գործին իրեն լուրջ ավանդ ունի եւ ունենալու է մեր խորհրդարանի պատգամավորը Էնձել Մակոյանը, որին ես եւ մեր գյուղացիները շատ ենք վստահել ու վստահում ենք, որ իրեն խոսքը միշտ գործ է եղել եւ միշտ տեսել է, որ այդտեղ դա անհրաժեշտություն է անպայման աջակցել է։ Հիմա ուրեմն հատկացվել է 20,000 լարի ուրեմն տեղական բյուջեից, որը պետք է օգտագործվի խողովակաշարը ձեռք բերելու եւ տեղ հասցնելու, իսկ էլի նորից ժողովրդին կարծիքն է, որ այդ սոցիալական զարգացման համար այդ նախադեсված գումարը, այդ սելսկի ծրագրաման, որ ասում ենք, դա էլ ներդնենք, որ այս աշնան այդ գործը ավարտին հասցնենք։ Հույս ունենք, որ ավարտին հասցնենք, որովհետև միշտ օժանդակել են եւ օժանդակելու են, ես այդպես էլ գիտեմ։ Այդ ջուրը բնական է, որ այն բնական գործոնները, որոնք մարդուն անհրաժեշտ են, դրանց մեջ անհրաժեշտներից մեկը ջուրն է։ Իսկ այսօր յուրաքանչյուր տարի այդքան գումար վճարել եւ ասված մի արա, որ հոսանքի հետ կապված ինչ-որ բաներ լինի, բնական է, որ հատկապես ծեմբրանը ժողովուրդը կկանգնի խնդիրների առաջ։ Ջրագծի կառուցումը շարունակելու համար 2016 թվականին տեղական բյուջեից հատկացվել է 20,000 լարի գումար, ինչպես վերոնշվեց, խողովակաշարերը ձեռք է բերվել յուղացիների գումարային օժանդակությամբ։ Ուրեմն հնարավորությունը ստացվեց, որ մեծ Արագյալի գյուղի բնակիչները ցանկություն էին հայտնել, որպեսզի այդ ջրագծի հետ եւս պլաստմասե խողովակաշար տարվի, որ հիմնականում կօգտագործվի իրենց հանդերը վարելավերը ջրելու համար։ Մենք համաձայնությունը տվեցինք նրանք գյուղից, որոշակի գումար հավաքեցին, այդ խողովակները ձեռք բերեցին եւ այդ ջրագծի հետ միասին, ասենք, մոտ 2-3 կիլոմետրի չափով կա։ Իսկ մնացած գումարը, որ ասենք նախատեսված 2016 թվականին 20,000 լար մենք ենք հատկացրել, մնացած այդ ջրագծի շինարարությունը շարունակելու համար։ Սա է Մեծ Արագյալ գյուղում գումարած դրան, այնտեղ ասենք այս մեկ շաբաթ առաջ այրվել էր, ասենք, հաշվիչը երաֆազ եւ անջատիչն է շարքից դուրս եկել, այս մոտ տակա 2-3 օրում այդ հարցը կարգավորենք, վերջացավ, դա է ոչ դրսի բաներ չկան, պրոբլեմային հարցեր։ 2016 թվականի վերջին գյուղի ջրահամակարգը վերջնականապես կկառուցվի եւ մեծ արագյալցիները արդեն վերջնականապես կապահովեն մշտական ջրով։